Վանաձորի հին անունը Ղարաքելիսան սև եկեղեցի էր նշանակում։ Այսօրվա Վանաձորը Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շուրջ է կառուցվել։ Քաղաքում ապրում են արվեստի բազմաթիվ գործիչներ։ Քանդակագործներ, նկարիչներ, պարողներ, երգիչներ։ Քաղաքն ընդլայնվել է, փոխվել, սակայն սև եկեղեցում անփոփոխ հնչում են աղոթքներ ու շարականներ։ Աստված մարդուն տալիս է շնորհք։ Ինձ տվել է երգելու շնորհքը։ Եվ եթե տալիս է այդ շնորհքը, ես գիտակցաբար նաև ծառայում եմ իմ եկեղեցուն, այսինքն Աստծուն, Հայ առաքելական եկեղեցուն, որտեղ նաև երգում եմ շարականներ պատարակ։ Ինձ համար ամենահուզումնալից շարականներից մեկը Տեր Ողորմյան է։ Որովհետև Տեր Ողորմյանի ընթացքում բոլոր գործածդ և չգործածդ մեղքերի մասին դու ինքդ ինքնաբերաբար պետք է մտածես և ասես Տեր Ողորմյան։ Մեր հայ առաքելական եկեղեցու շարականները չկրկնվող շարականներ են։ Ոչ մի երկրում նման տիպի շարականներ գոյություն չունեն։ Նա ծնվել է Արտաշատում, մեծացել Վանաձորում։ Տիգրան Թադևոսյանն ունի երկու մեծ սեր. ձեռքի գնդակ սպորտաձևը և նկարչությունը։ Ժամանակին նա կանգնել է մասնագիտական երկընտրանքի առջև և որոշել է նկարել առաջնորդվելով առողջ մարմնում առողջ հոգի կարգախոսով։
Այսօր Տիգրանը նկարելով պայքարում է և պայքարելով ստեղծում հայրենի քաղաքի գույնները։ Այդ պայքարը ինքը փոխանցել է նկարության մեջ էլ, որ ներկապնակի մեջ ներքից գույն ստանաս, այսինքն այդ պայքարը նկարիչը մենակ այդ տակը, որ իր անունը գրում է, դա չի ձեռագիրը, այդ ներկերից ներկապնակում գույն ստանա։ Ինձ համար ավելի շատ այդ պայքարը ոչ թե ինչ-որ ներկեր խառնեմ, ստանամ գույն, ավելի շատ այդ պայքարը մետամորֆոսի հետ է մեզ ասոցացնում, որ թիթեռի կերպարանափոխումը ինքը հենց մարդկանց կերպարանափոխման հետ էլ գույնն էլ, այսինքն մենակ այդ կերպարանափոխումը չի, ինքը իր գույնը ունի, իր երանգը ունի։ Նա ծնվել և մեծացել է խորհրդային Կիրովականի Քիմ գործարանի թաղամասում։ Նույն թաղամասում էր գործում Քիմ գործարանի մշակույթի պալատը, որի կիսանկուղային դահլիճում էլ սովորել է պարել։ Այսօր Արայիկ Գևորգյանը Վանաձորի հորովել երգի պարի անսամբլի պարուսույցն է։ Հարվածներ իրանակ պետք չի շատ սահարաշ։ Եղավ, միտիկ փոցեք հավասա։ Երբ հայրս բերում էր, իհարկե 5 տարեկանում ես չէի ուզում բարի գա։ Եկվեց, շրջվեցին, իջան ծունգ, նոր նիզակները իջատվեցին։ Ինձ ռետուզներ կարհակցվում էին, բերում էին բարի, սենց ծխներս դուրս եկած։ Ու ես անդադ լաց էլում, ասում էին ձեզ աղջկա շորը ինչ էիք հագցրել աղջկա, չեմ ուզում։ Այս աշխատացեք, չես աշխատացնում, հասկանալի է։ Մի օր պարուսույցը ցույց տվեց մի շարժում, որպեսզի մենք հաջորդ դասին կրկնենք։ Երբ դուրս եկանք, հայրս ասեց, եթե հաջորդ դասին դու այդ պարային էլեմենտը ցույց կտաս, ես քեզ համար նոր հագուստ կգնեմ սպորտային։ Ու դա էլ ոնց որ թե առիթ դարձավ, որ ես մնացի այս արվեստի մեջ։ Իհարկե ես այդ ժամանակ չէի մտածում, որ կշարունակեմ որպես հետագայում մասնագիտություն ինձ համար կլինի, բայց կյանքը բերեց, հասցրեց նրան, որ ես մնացի այս արվեստի մեջ։ Յոթանասունհինգամյա վարպետին Վանաձորում բոլորը ճանաչում են։ Նա Արամ Մարգարյանն է։ Կեղծանունը Ադո։ Քանդակագործը պատանեկության տարիներից արվեստի ջատագով է։ Հանուն գեղեցիկի կարող է զոհաբերել ամեն ինչ։ Ես ընդհանրապես շատ եմ սիրել արվեստը, նույնիսկ դպրոց չէի հաճախում։ Գնում էի անտառ ու սկսում էի բնությունը նկարել։ Դպրոց չէի գնում, չէի էլ սիրում ընդհանրապես։ Անտանելի էր ինձ մար։ Ինձ մար
կարևոր է նկարելներ, քանդակելը, պլաստիլինից ինչ-որ բան սարքելը, քան թե դպրոցն 45 րոպե ծերմես հետևից նստեի։ Դա ես չէի սիրում։ Մերս տեսավ, որ էլ ճար չկա, գնացի նկարչական դպրոց։ Ղարաբեկյան խաչիկը ոնից տաց էր տալիս, ես մտածում էի նկարիչ դառնամ անպայման, ու տենց էլ մտածել էի։ Հետո եթե Մինասյան Մարատը ինձ չտաներ իր ամոթ, ասին չկպչեի քանդակին, ես ուղղակի տեսա, որ այնտեղ ինձ մար քանդակն ավելի ձեռնտու է, քան նկարչությունը։ Նրա թատերական կնքահայրը Վահե Շահվերդյանն է, կամ ինչպես ինքն է ասում, Սուրենիչը։ Նախ դերասան էր, ապա հնչյունային ռեժիսոր։ Հետո Արեն Օսիպյանը բեմադրեց իր դիպլոմային ներկայացումը և դարձավ բեմադրող ռեժիսոր։ Առաջին անգամ, որ թատրոն մուտք եմ գործել, ստուդիա կար թատրոնում, որտեղ Էլֆիկ Զոհրաբյանն էր գլխավորում ստուդիան։ Սուրենիչը բեմադրում էր Շեքսպիրի Արքա լիրը, որտեղ մասովկա էր պետք։ Ու այդ մասովկայից ինձ էլ ընտրեց ու ընկա այդ աշխարհ։ Ո՞նց է, ձեզ դուր է գալիս։ Այս դպրոցում մի շաբաթ հետևից չեմ գտնում։ Փաստորեն ուզում եմ թողնելու տուն գնալ, Սան Ֆրանցիսկո։ Որ մտա այդ աշխարհ արդեն, չգիտեմ, երևի սիրահարվեցի այդ աշխարհին, այդ միջավայրին, այդ մի ուրիշ տենց տեղ էր էլի, որ ես չէի պատկերացնում, որ թատրոնը այդպիսի աշխարհ կարա լինի։ Ու այդպես թատրոն մուտք եղավ, դրանից հետո մնացի մինչև այսօր այդ աշխարհում սիրահարված։ «1958 թվականին մի խումբ կիրովականցիներ ստեղծեցին «Հորովել երգի պարի» սիրողական համույթը։ Իսկ 1972 թվականին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մայրաքաղաքից դուրս գործող երգի պարի անսամբլը ստացավ պետական կարգավիճակ։ 2006 թվականից Հորովելը գործում է քաղաքի մեկ այլ խորհրդանշական կառույցում։ Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակութային պալատը կառուցվել է 1950-ականներին, իսկ 1988 թվականի երկրաշարժից վնասվել է։ Վերակառուցումից հետո 2006 թվականից շենքում նորից հնչեցին ժողովրդական մեղեդիներ։ Իմ երեխա ժամանակ ձգտել եմ, որպեսզի այն աստիճանի հասնեմ, որպեսզի կարողանամ գամ եւ երգեմ Հորովել երգի պարի անսամբլը։ Ինչ որ մի մասնակցություն ունենամ, մեր մեծ երգիչների կողքին կանգնեմ երգեմ, մեր մեծ արտիստների հետ շփվեմ, եւ դա էլի Աստծո նախախնամությունն է։
Եթե ձգտում ես, եթե ցանկություն ունես, 100% հասնում ես։ Ես միշտ մտածում եմ, մշակույթին պետք է ծառայել։ Մշակույթի ծառան պետք է լինես, ոչ թե ասում են գնում ես աշխատանքի, ես սա աշխատանք չեմ համարում, սա ծառայություն է։ Եվ այդ ծառայությանը ձգտելով եմ եկել, հասել այստեղ, Հորովել երգի պարի անսամբլ։ Շատ նյարդային գործ է եւ շատ մեծ համբերություն է պահանջում։ Իհարկե ես ունեմ նաեւ օգնականներ, փորձավարներ, որոնք հիմնական այդ ծանր բեռը վերցնում են իրենց վրա, բայց ամեն դեպքում ես ամեն օր փորձել եմ ներկա եմ եւ շատ դժվար է սովորեցնել շարժումը այնպես, որպեսզի այդ կատարողը վերարտադրի այդ զգացողությունը, այդ շարժումը, այդ շարժման բնույթը այնպես, ինչպես որ դու ես ցանկանում։ Այնպես որ որպես գլխավոր բալետմայստեր ես դեռ այս տարիքում երևի թե էլի սովորելու շատ բաներ ունեմ։ Վանաձորը ինձ համար Տիբեթի նման ուժ ունի։ Ես օրինակ որպես ստեղծագործող ոչ մի քաղաքում չեմ կարողանում ստեղծագործել։ Այդ ուժը, այդ ասելիքը ինձ համար այստեղ ավելի շատ է։ Մի հատ ընկեր ունեի, ասում ես միշտ թվացել է Վանաձորը կանաչ քաղաք է, բայց այդ ցուցահանդեսի գերակշռող մասը կեղտոտ մանուշակագույնի այդ ավելի շատ մայրամուտից հետո այդ երանգային անցումների գույների մեջ էր։ Պարտադիր չէ, որ Վանաձորը մենակ կանաչի հետ ասոցացվի, ավելի շատ ասելիքով կարա ասոցացվի։ Վանաձորի տարբեր հատվածներում այսօր տեղադրված է քանդակագործ Ադոյի շուրջ 10 քանդակ։ Վարպետի կարծիքով յուրաքանչյուր քանդակ մարդու նման բնավորություն եւ կենսագրություն ունի։ Քանդակի ճանապարհը սկիզբ է առնում արվեստանոցում։ Քանի քանդակներ շատ եմ արել։ Մարմարը, ասենք գրանիտը, բազալտը, տուֆը, բոլորի վրա աշխատել եմ։ Թումանյան եմ արել, նկարիչ Սեթրակյան եմ տաշել, Չարենց եմ տաշել։ Քարը թելադրեմ ոնց քանդակ է սիրո։ Տարբերություն չկա, բազալտի, գրանիտի, բայց մարմարի վրա ավելի պատասխանատու գործ այլի։ Մի փոքրիկ սխալ արեցիր, երևում է։ Մարմարը որ փչացիր, կարող է քարը նեղանա քեզանի։ Դու գիտեք, մարմարներ քարերի արքան է։ Հանկարծ նեղացրեցիր, այդ լավ չի լի քեզ համար։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում 1931 թվականից բազմաթիվ ներկայացումներ են բեմադրվել։ Թատրոնի խաղացանկն անընդհատ թարմացվում է։ Վանաձորում այսօր հեշտ չէ գոհացնել քմահաճ արվեստասերներին։ Նայած թե ինչ նկատի ունեք, միայն թե արագ ասել։ Ուղղակի գլուխս թեթևացրեք։
Խնդիր չկա։ Չեմ կարծում, թե առաջներում ձեզ տեսել։ Չէ, իհարկե չեք տեսել։ Չգիտեմ ով է ասել, բայց մի քիչ համաձայն եմ այդ մտքի հետ, որ ռեժիսորի գործը մի քիչ աստվածային գործ է, որովհետև ինքը կյանք է ստեղծում, մի հատ կյանք է ստեղծում, որտեղ որ եթե մի փոքր սխալվի, այսինքն այդ հանդիսատեսը չի հավատա այդ ամեն ինչին։ Այսինքն վարագույրը բացվելուն պես, միջև փակվելը պետքա այդ կյանքը, այդ աշխարհը անկեղծ լինի, որ հանդիսատեսը հավատա էլի այդ տեսածին։ Գնաց 1, 2, 3, 4, 4 Բարը բխում է իմ լսած երաժշտությունից։ Եթե երաժշտությունն է ինձ թելադրում, ես ուր պիտի գնամ, ես ինչ պարային տեքստով պիտի աշխատեմ, ինչ բնույթ պիտի տամ իմ շարժումներին, իմ պարին։ Ու ցանկացած բեմադրությունից առաջ ես վախեր ունեմ, որտեղ ինձ թվում է, որ անընդհատ ինչ-որ բան այնպես չեմ արել, ոնց որ պետք էր էլի։ Այդ ամբողջը անցնում է, երբ որ արդեն հանդիսատեսի ռեակցիան ես տեսնում եմ։ Ռեակցիայից հետո նոր իմ մոտ որոշակի հանգստություն է գալիս, այդտեղ էլ մի քիչ ավելի ես թույլանում, անընդհատ ուզում ես փոփոխություններ անել, փոփոխությունները այդտեղ էլ պիտի կարողանաս քեզ զսպել, որպեսզի արված գործին այլևս չկպնես։ Հասկացա՞։ Իսկ հետ գնալու ժամանակ բանը շարեց, դիզայնը գնաց, առաջ։ Հետ դիպը առաջ։ Հասկացա՞։ Ետ դարձեք, քանի դեռ գնալը ճիշտ է։ Ետ դառնամ։ Սարոյանի Ոստրենու Մարգարիտը պիեսը, երբ որ կարդացի, այնտեղ քաղաք կոչվում է Օքեյբայդսի, ես դրա տողատակերի տակ Վանաձոր էի տեսնում, որովհետև մարդիկ լքված, մարդիկ անգործ, բայց հույսը չի մեռնում մարդկանց մեջ, որովհետև իրենք սիրում են իրենց քաղաքը, այսինքն ապրում են հույսով, ապրում են հավատով, որ այս է մեր քաղաքը, պարտավոր ենք սիրել ու այդպես ապրում են։ Վանաձորի պատկերը այս պահին, թե ինձ համար, թե մնացածի համար շատ հետաքրքիր կտավի է նմանվում։ Օրինակ ես այսպես եմ մտածում, ես փորձում եմ կենցաղից միշտ դուրս ապրեմ։ Այսինքն ես ունեմ իմ երազը ու այդ երազը փորձում եմ ստեղծել հենց իմ քաղաքում։ Չեմ ուզում ես ուրիշ տեղ ստեղծեմ։ Ու բոլոր մարդիկ էլ եթե փորձեն տենց անեն, քաղաքի համար լիքը գույն կտան, լիքը ասելիք կունենան, ու այդ կտավը կվերածնվի։ Շատերը ինձ ճանաչում են որպես Վանաձորի երգիչ, Վանաձորի Կիրովականի երգիչ։ Մի անգամ հարց տվեցին, ասին Վանաձոր անդադ Վանաձոր եք երգում, ուրիշ երգ, ասի ուրիշ երգ չկա ինձ համար, բացի Վանաձորից։ Ու շատ երգեր եմ երգում, բայց Վանաձորի երգերը ինձ համար ամենասիրելի երգս դա Գրիգոր Հախինյանի իմ Կիրովականն էր, որը մանկուց երգել եմ, հետո դարձավ իմ Վանաձոր այդ երգը եւ որը մինչեւ հիմա էլ կատարում ենք, երգում ենք։ Ժամանակին փոքրիկ գյուղաքաղաք Ղարաքիլիսան այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ խոշոր բնակավայրն է։
Փամբակի եւ Բազումի լեռնաշղթաների միջև գտնվող քաղաքում այսօր կերտվում է մեր օրերի Վանաձորի մշակութային պատմությունը։